Շարունակվում է առավոտության սիրելի ընկերներ, իսկ հիմա իմ շատ սիրելի Մանեն մեր հյուրի հետ կխոսի շատ կարևոր թեմաների շուրջ։ Մանե։ Միկա, շնորհակալություն, այ ճիշտ նշեցիր, շատ կարևոր թեմաների շուրջ ենք զրուցելու մեր հյուրի հետ, որովհետև ընդհանուր թեման անձնային խանգարումներն են, իսկ մասնավոր խոսելու ենք ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշի մասին։ Այդ առիթով մեր տաղավարում է հոգեբան հոգեթերապևտ Մարիամ Բաբայանը։ Ողջույն։ Ողջույն, բարև։ Շնորհակալություն առավոտում ես հետ սկսելու համար, Մարիամ, եւ սկսենք սկզբից, ինչ է իրենց ներկայացում անձնային խանգարումներ այս եզրույթը եւ ինչպես է դրսեւորվում մարդկանց մոտ։ Մի քիչ երևի բացված նկարագրեմ, որ հոգեկան առողջությունը ասենց 4 մեծ բազայի կարանք բաժանենք, կատարյալ առողջություն, պաթոլոգիա ու դրա միջև ընկած 2 ճյուղ կա, մեկը այդ անձնային խանգարումներն են, մյուսը նևրոտիկ սպեկտրն է, հա, այսինքն այդ արանքում ամբողջն է ու պետք է նշել, որ այս անձնային խանգարումները եւ նևրոտիկ հատվածը 80% է կազմում հասարակության, հա, այսինքն մեծ մասն է։ Իրանից ներկայացնում է որոշակի խանգարում, հապաղում, ինչ-որ զարգացման մեջ հոգեկանի բազային ոլորտների, օրինակ էմոցիոնալ մասի կամ սոցիալիզացիայի, հա, նման կարգի հապաղումներ, խանգարումներ կարան լինեն։ Ինչպես են այս անձնային խանգարումները առաջանում մարդու մոտ, որ տարիքից են ավելի ակնհայտ դառնում կամ ակնհայտ են դառնում, թե չէ, գուցե շատ-շատերը ունեն, բայց ինչ որ X տարիքում սեղմվի այդ էմոցիաները եւ այդպես էլ մարդիկ չիմանան դրա մասին, շրջապատող մարդկանց մասին է խոսքը։ Շատ լավ։ Միանգամից ասեմ, որ անձնային խանգարման 13 տեսակ ունենք, օֆիցիալ, հա, չափվող եւ դիագնոզվող, դրանք շատ տարբեր են, բայց ընդհանուր օրինաչափությունը, ոնց արդեն նշեցի, այս կամ այն որակների բացակայությունն է այս մարդկանց հոգեկանում, որը լավ լուր ունեմ, փոխլրացնելի է, հա, հաճախ հանդիպում է հակառակը մի շարք մասնագետների մոտ, որ սա մեկընդմիշտ է, բայց իրականում անձնային խանգարում, այսինքն այդ որակը զարգացնում է մարդ եւ հաղթահարում է ստանում որոշակի կենտրոնական մասը, հա, ոնց են առաջանում, որպես կանոն ընտանիքի անդամները, հա, վաղ մանկությունից է սա ծագում, այսինքն իր զարգացմանը զուգահեռ չի դրսև, օրինակ ընտանիքում չկա էմոցիոնալ ինտելեկտ եւ երեխան օրինակ սովորացնում են ճնշել էմոցիան ու ինքը մեծամա էմոցիա ճնշելով եւ դա հետևանք որպես ստանում է որոշակի անձնային խանգարման ձև տեսակ կամ սոցիալիզացիայի խնդիրներ կա ընտանիքում, կոմունիկացիայի խնդիրներ եւ այլն, ու սա որպես որակներ են ավելի շատ, ոչ մի ֆիզիոլոգիական խնդրեմ չկա, ավելի հոգեբանական ծագում ունի, հա, ու դրսևորումները համապատասխան։ Սկսենք ուշադրության պակասից։ Ինչի հետևանքով երեխաների, ապա դեռահասների ու պատանիների մոտ կարող է առաջանալ ուշադրության պակասի այս ախտանիշը։ Այստեղ պետք է տարանջատենք մի փոքր, որտեղ ուշադրության պակասը զարգացման ավելի ոնց որ խանգարում է, ոչ թե անձնային խանգարում, ինչ նկատի ունենք, հա, զարգացման ասելով, այսինքն այս մարդկանց գլխուղեղում ինչ-ինչ պատճառներով, մինչև հիմա հստակ հայտնի ինչ պատճառով, բայց հաստատ գիտենք արդեն գենետիկա, փոխանցվում է որոշակի ուղեղի զոնաներ, նենց չեն զարգանում, ոնց որ մյուս մարդկանց մոտ, որպես կանոն սա ճակատային կեղևի սինապսների այդ կապերի միջև է, հա, խնդիր լինում, որով պայմանավորվում է ուշադրության օրինակ պակասը կամ գերակտիվությունը, հա, եւ մի շարք նեյրոմեդիատորների այդ քիմիական տարրերի հետ կապված, հա, խնդիրներ են զարգացման մեջ, որը էլի բացակայում է, նման է շատ անձնային խանգարմանը, բայց ձևով եւ բովանդակությամբ մի քիչ տարբեր է։ Իսկ հիպերակտիվությունը եւս գենետիկ բաղադրիչ ունի իր մեջ։ Ընդհանուր այս ուշադրության պակասը ու հիպերակտիվության համախտանիշը միավորված են ասում, հանդիպում է երբեմն կամ ուշադրության պակաս կամ հիպերակտիվություն կամ երկուսը միաժամանակ, հա, մի մարդու մոտ։ Այո, իրանք բոլոր դեպքերում գենետիկ նախադրյալ ունեն, ընտանիքի անդամներից գոնե մեկի մոտ դրսևորվելու է այս կամ այն չափով։ Լինում է, որ մարդկանց ինքը շուտ դրսևորվող խնդիրը, հա, վաղ տարիքից երևում է, 7-ում արդեն դիագնոզ դնում են աշխարհում, հիմա մեզ մոտ նոր սկսում ենք իմանալ դրա մասին, հա, այս հետսովետական աշխարհը տիրույթ է ու ավելի ուշադրություն դարձնել, ինչի է սա կարևոր շուտ տարիքում, որտեղ հնարավոր է շուտ տարիքում որոշ միջամտությամբ դեղորայքային բերել երեխային լրիվ նորմայի, հա, իր դեռահասության տարիքին համապատասխան, բայց հաճախ հանդիպում է, որ չեն տանում հետազոտման, շատ խիստ են վարվում այս երեխեքի հետ, որոնք մեղավոր չեն, որ հիպերակտիվ են, հա։ Իսկ ինչպես է դրսևորվում այդ հիպերակտիվությունը, որ սովորական ակտիվ երեխաներին կարելի է տարբերել հիպերակտիվ երեխաներից։
Տարբեր տարիքին համարժեք, տարբեր դրսևորումներ կան, բայց ընդհանուր որակը այն է, որ ոնց որ ինչ որ հոլի պես բան կա այս երեխեքի մեջ, ու շատ իրավիճակին անհամապատասխան ակտիվություն կարա լինի, կարան դիտվեն տիկեր, ինչ որ, հա, ասենց անհամապատասխան շարժունություն կարա լինի, ավելի վաղ տարիքում կարան ինչ-որ անտեղի տեղեր բարձրանան, չգիտեմ, ինչ-որ շկաֆերի վրա անգնեն, անընդհատ, ինչ որ ֆիզիկական դասի հետ կապված, հա, ու սա նաև հաճախ ինչի է կապված ուշադրության պակասի հետ, որովհետև դժվարություն ունեն, իրանց վրա ջղայնանում են, բայց իրանք ինչքան էլ փորձեն, չի ստացվում, այսինքն այդ չի պահվում ֆոկուսը ինչ-որ բանի վրա, ընդհանրապես կենտրոնացում չի լինում, ոնց որ թռնում է ուշադրությունը։ Եթե բաց ենք թողնում այդ շրջանը, նշեցիք, օրինակ մինչև 7 տարեկանը կարելի է միանգամից հասկանալ ինչ է տեղի ունենում եւ անգամ դեղորայքային բուժման կամ այլ տարբերակներով կանխել էլ ավելի զարգացումը։ Եթե այդ փուլը բաց ենք թողնում, ինչ է տեղի ունենում մարդու մոտ 30%-ի մոտ ինքնաբերաբար ոնց որ այդ պակասող մասերը աճում են, ասենց ասենք, հա, Էլ ավելի են ակտիվանում։ Հա, օքեյ, փող լրացվում են, հա, գալիս է իր տեղ ամեն ինչ ու անցնում է ինքը իրան այս համախտանիշը, բայց մնացած տոկոսի մոտ չի փոխվում ու կյանքի ընթացքում ուղեկցում է, ինչը իրականում բավական մեծ տոկոս է, տարբեր հետազոտություններ 5-ից 10% աշխարհի բնակչության ունի այս համախտանիշը, ուշադրության պակասի ու գերակտիվության, հա, եւ դա լուրջ անդրադարձ ունենում մարդկանց կյանքի որակի վրա, հա, այստեղ կարևոր է նշել, որ ամեն մարդ ում ուշադրությունը մի քիչ դժվարանում է չասի ես ունեմ այս համախտանիշից, որովհետև դե կարա ուշադրության հոգնածություն լինի կամ առհասարակ մարդը հոգնել է իր կյանքի այդ շրջանում, բայց այս մարդկանց մոտ օրինակ դժվար է կրթություն առհասարակ դպրոցից սկսած մինչև համալսարան չեն կարողում կենտրոնանան, հա, ոնց որ եթե պատկերացնենք ուշադրությունը լապտերը, ոնց որ անընդհատ պատտվում է տարբեր տեղեր։ Ապա լապտերը մենք ուր գցում ենք, այդտեղ է լուսավորում։ Այս մարդկանց լապտերը ոնց որ ցենց չի պահվում, անընդհատ շարժման մեջ է ու դրա հաշվին ինքը չի կարողանում յուրացնի, ստրուկտուրավորված գիտելիք ստեղծի, լավ չի կարողում սովորի, չի ստանում լավ կրթություն, չի կարողում լավ գումար վաստակի, սոցիալական կապերն են տուժում, որովհետև էլի այդ լապտերն է չի ու սենց բոլոր դաշտերի վրա բավական ծանր անդրադարձ է ունենում, բայց ստեղ էլ լավ լուր, այս էլ կա դիալեկտիկ վարքաբանական թերապիայի ուղղություն, Մարշալ Լինեհանն է հեղինակը, կարող են այս մարդիկ եթե հետաքրքրի վերցնեն կարդան ինքնուրույն նույնիսկ եթե ոչ մի խմբի չդիմեն, փող լրացնելու հնարավորություն կա, այսինքն ստեղ թերապիան այս մարդկանց հետ այս որակների զարգացմանն է ուղղված, այդ վերջի էլի տասնամյակների մեծ բումերից է հոգեբանության դաշտում, որ որակը կարելի է զարգացնել, այսինքն ուշադրությունը պարապացնելի մկանի պես բան է, հա, եթե այնտեղ չի եղել պարապացնել, կարելի է հետո ստրուկտուրավորել կյանքը, դասավորել եւ այլն ու սովորել։ Այսինքն անգամ մենակ կարելի է պայքարել այս ամենի դեմ եւ կյանքի որակը բարելավել։ Բայց եթե բաց ենք թողնում, ազդում է նաեւ այդ որակների վրա, ու շատ ճիշտ նշեցիք, հատկապես վերջին շրջանում, երբ մեր կյանքի նաեւ շատ շատերի աշխատանքի անբաժան մասն է դարձել սոցհարթակները, գադջեթները, նորագույն տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, այս անդադար ամեն վայրկյան փոփոխվող աշխարհում բոլորը նշում են, որ դժվար են կենտրոնանում, իրենք շատ շուտ են հոգնում, շատ շուտ են հիասթափվում։ Ինչպես տարբերակել սա իրենց մոտ ուշադրության պակասն է կամ հիպերակտիվությունն է, թե պարզապես գերհոգնածություն է ու երբ պետք է այդ բալանսը չգտնելու մեջ դիմել մասնագետի։ Երևի այս մարդիկ իրանք լավ կճանաչեն, որովհետև վաղ տարիքից ունեցել են այս խնդիրը, գլխավոր չափանիշն է, որ սա համատարած է կյանքի տարբեր ոլորտների վրա, հա, այսինքն միայն աշխատանքում չի կամ այսինքն դժվարություն հարաբերություններում, դժվար են կենտրոնանում, լսում, դժվար են իրենց գործ, ամեն ինչ դժվար է, ունեն մի շարք այլ, հա, խնդիրներ, օրինակ, անդադ իրեր են կորցնում, խնդիր ունեն այդ ստրուկտուրավորելու իրենց առօրյան, օրինակ ես մարդկանց հետ աշխատելու ձևերից մեկը սովորացնելն է օրակարգ ստեղծել ու պահել սպეციფიկ իրանց համար, հա, այսինքն այս մարդիկ են, որ հաճախ որոշում են վերջ երկուշաբթիից նոր կյանք ու 2000 հատ գործ են որոշում մի օրվա մեջ դնեն 24 ժամը չի հերիքի հաստատ չեն անում այդ պահին, ոնց որ երբ որ ուղեղը ուրիշ ակտիվության մեջ է, համարում է, զգում է, որ ես կարամ, հա, այդ 40 գործ անեմ, բայց ռեալիստիկ չեն, հա, այդ վերաբերմունքի մեջ իրանք իրանց կարողությանը, ուշադրությանը, վարքային ռեգուլյացիաներին եւ այլն, ինչպես
բոլորիս հետ մեկ-մեկ sense կարա լինի, բայց իրենց մոտ էս համատարած այսքան անընդհատ է դրա համար շփոթելի չի, հա, որ մի քիչ հոգնած եմ մի օր լավ չի ուշադրությունս, էս հələ համախտանիշի մասին չի։ Ինքներդ ձեզ մի տվեք տարատեսակ բուժումներ եւ պայքարներ։ Վերադառնալով կրկին երեխաներին, ինչպես պետք է ծնողները շարունակեն աշխատել, շփվել երեխաների հետ, որպեսզի դա չվերածվի վեճերի եւ ընդհակառակը երեխաների մոտ ագրեսիվ դրսևորումներ չունենան։ Հա, այս շատ կարևոր կետ է, որովհետև առանց դա շատ բարդ է այս մարդկանց, հա, անկախ իրանց տարիքից, հատկապես բայց որ իրանք փոճուրիկ են, տեսնում են, որ ինչ որ բան ուրիշ դասարանցու մոտ ստացվում է, իր մոտ ավելի բարդ է ու իրանից անդադ պահանջում են, իսկ ինքը չի կարողանում, օբյեկտիվ չի կարողանում, հա, այսինքն այս իրան մեղքը չի, նայես չի որ չարչարվի կկարողանա։ Ինչպես վարվել, նախ ճանաչել, հա, այդտեղ այդ հոգեկրթություն մասն է, ուսումնասիրել, կարդալ, սրա մասին, որ ճանաչեք ձեր երեխայի ոնց որ ուժեղ ու թույլ կողմերը եւ իմանալ ոնց աշխատել։ Օրինակ այդ նույն ռեգուլյացիան, չգիտեմ, օրինակ կարելի է խաղ կազմակերպել, սկսել սովորացնել, ենթադրենք սեփական խաղալիքների իրերը կարգավորելու չափանիշից, օրինակ դոյի պոսլի խաղալ իրար հետ, հա, ասել արի նկարանենք, մինչև իսկ հիմա 15 րոպե եմ դնում արագ-արագ հավաքի, հետո էլի նկարենք անում իրար հետ, օրինակ խաղ ձևակերպել, որի ընթացքում այդ երեխան ինքը հաճույք է ստանալու, այդ դոֆամինը արտադրվելու է, որը իրանց մոտ իդեպ քիչ է սովորականից, հա, այսինքն ինքը այդ փտիչկա դնելու հաճույքը օգնելու է իրան ունենալ ավել լծվածություն ու յուրացնել որակ վարքային, որ հետո կյանքի ընթացքում պետք է գալու։ Հիանալի է, իրականում թեման շատ բազմաշերտ է եւ եթե նկատում եք խնդիր, փորձեք ամեն դեպքում կապ հաստատել մասնագետների հետ, նրանք ել ավելի պրոդուկտիվ կերպով կկարողանան օգնություն ցուցաբերել։ Շնորհակալություն Մարիամ ևս մեկ անգամ։ Իսկ մենք շարունակում ենք Առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, պատմելով, որ դեկտեմբերի 15-ը համարվում է նաև թեյի միջազգային օրը։ Այն սահմանվել է 2004 թվականին Մումբայում համաշխարհային մի ֆորումի ժամանակ, բայց բոլոր այլ մանրամասներ, որոնք կապ ունեն թեյի հետ, թե առողջարար հատկությունների եւ թե այլ հետաքրքիր փաստեր կիմանանք հենց հիմա մեր գործընկերոջ պատրաստած տեսանյութի միջոցով։